կատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից և յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ և լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Մեր եթերը շարունակվում է, ունենք տեսակապ մեզ Նիդերլանդների Ամստերդամ այլաքաղաքից է միացել քաղաքագետ Հրայր Մանուկյանը։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերը։ Այսօր ընտրությունների ժամանակ, ընտրություն կատարելու ժամանակ արդյունքներով երևի թե նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է ելույթ ունեցել եւ բացառել է, որ ընտրություններից հետո լինելու են հետընտրական գործընթացներ, հետ այսպիսի ձևակերպումով։ Նախ կուզեի նաև ձեր կարծիքը իմանալ, դուք ինչպես եք կարծում, որովհետև շատ փորձագետներ եւ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև չեն բացառում այս հավանականությունը եւ ինչ որ առումով նաև գուժում են, հենց այդպես գուժում են այդ հետընտրական գործընթացները, չբացառելով նույնիսկ ահաբեկչության դրսևորումներ։ Դուք ինչպես եք կարծում։ Եկեք առանձնացնենք հետընտրական կոնկրետ ինչ զարգացումների մասին է խոսքը գնում։ Եթե խոսքը գնում է ինչ որ հանրահավաքային լուրջ շարժման մասին, ես դա գրեթե բացառում եմ, գրեթե չասեմ, բացառում եմ դա, որովհետև երբ էր տեղի ունենում Հայաստանում ուրեմն շատ մեծ հուժկու հետընտրական հանրահավաքային պայքար։ Երբ որ իշխանությունը կեղծում էր ընտրությունները, այսինքն բոլոր նախագահական ընտրություններից հետո չհաշված 1991 թվականը եւ 98 թվականը, երբ որ Կարեն Դեմիրճյանը ճիշտ է խայտառակ կեղծիքներ էին, ուղղակի ինքը որոշեց, որ չի բողոքելու եւ ուրեմն 99 թվականին այդ կեղծիքներ իրականացնողների հետ դաշինքով մտավ ազգային ժողով։ Ուրեմն բացառությամբ այդ դեպքերի Հայաստանում միշտ նախագահական ընտրությունները կեղծվել են մինչև 2018 թվականը եւ հետեւել է ուրեմն այդ ընդվզումը այդ համատարած կեղծիքների դեմ, որը իրականացնում էր իշխանությունը։ Հիմա իշխանությունը ոչ մի կեղծիք էլ այդ տեսակի չի իրականացնում։ Միգուցե, ինչպես որ դիտորդական առաքելություններն են նշում, կան ինչ որ ընտրախախտման դեպքեր, բայց ասենք ընտրախախտումն ու ընտրակեղծիքը ամեն տեսակի ընտրախախտում չէ, որ ընտրակեղծիք է մտնում, ինչ որ մի տեղանմասում ինչ որ մեկը օրենսդրության պահանջի թեթև խախտում է իրականացրել, ենթադրենք, հա, դրանք արդյունքների վրա չազդող բաներ են։ Այդ տեսակ բաներ կարող են լինել։ Նույն թեկուզ վարչական ռեսուրսը, որ ասում են, կիրառում են, հա, ինչ որ ազանգեր կան, որ ինչ որ մանկապարտեզներում տեղերում ինչ որ մարդիկ կամ դպրոցներ ասել են եկեք գնանք ԿՊ-ի հավաքին եւ այլն։ Սրանք արդյունքների վրա էականորեն չազդող խախտումներ են։ Ուրեմն ընտրակեղծիքներ իշխանությունը չի անում, հետեւաբար հանրահավաքային պայքար չի լինի, բայց ես կարծում եմ, որ իրավական գործընթացներ այնուամենայնիվ կարող են լինել, կախված նրանից, թե կուսակցությունները ընտրությունների արդյունքները նայելով ինչպես կգնահատեն, ասենք, տեսեք, մինչև հիմա ահագին կեղծիք չասենք, ընտրախախտում ընտրակաշառքների բաժանման տեսքով ռուսական պրոռուսական ընդդիմադիրների կողմից եղել է, ինչպես նաև եղել է ուրեմն օտարերկրյա ֆինանսավորման արգելքի խախտում եւ ֆինանսավորման հավանաբար նաև առավելագույն չափը գերազանցող խախտում հենց այդ 4 ուժերի կողմից հիմնականում ուրեմն ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Միասնության թևեր եւ ուրեմն Ռոբերտ Քոչարյանի այդ Հայաստան դաշինքից էլ թեթև այնտեղ մեկ կամ երկու, հա, Հայաստան դաշինքից մեկ կամ երկու խախտում է կարծեմ եղել, միգուցե այդտեղ այդքան էական չեն, բայց ուժեղ Հայաստանի դեպքը շատ հստակ է, չէ՞։ Հիմա տեսեք, այդքան հսկայական դեպքեր կան։ Հիմա եթե կուսակցությունները ընտրությունների արդյունքներից հետո որոշ կուսակցություններ գնահատեն, որ հավանաբար այդ խախտումները նաև ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա, եթե այդպիսի
խոսակցություններ լինեն ու գնահատեն, իրանք բնականաբար դատարան դիմելու են, ասենք ասելու են, թող դատարանը մի հատ էլ գնահատի, թե այդ ընտրակաշառքի դեպքերը, բացահայտված դեպքերը, միգուցե նաև կան չբացահայտված դեպքեր, այդ ամեն ինչը իրավական գնահատական կարող է ստանալ, այնպես որ ես կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ իրավական այդպիսի ինչ որ գործընթաց մենք կտեսնենք, բայց դա վատ բան չէ, էլի, թող գնա դատարաններում այդ հարցերը գնահատեն, դա իրավական դեմոկրատական երկրին բնորոշ process է, մենք էլ նոր դեմոկրատական երկիր ենք, դա լավ է, որ այդպիսի փորձառություն էլ լինի։ Տեսեք, պարոն Մանուկյան, դեմոկրատական երկրներում նաև իշխանափոխությունն է, չէ, անհրաժեշտ պայման եւ շատ քիչ երկրներ կան, որտեղ 2 ժամկետից անց ավել, հա, քաղաքական ուժեր կամ առաջնորդներ շարունակում են պահպանել իշխանություն, այսօր ազգային ժողովի նույն նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ նորմալ է, երբ խորհրդարանական երկրում քաղաքական ուժը կարող է 3-րդ եւ անգամ 4-րդ ժամկետով ընտրվել, օրենքը դա թույլ է տալիս։ Հիմա ես ցիտում եմ պարոն Սիմոնյանին, ասեմ ավելին, ես անկնկալում եմ, որ 2031 թվականին նույնպես Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագրի տեխնացուն է լինելու, հայտարարել է պարոն Սիմոնյանը։ Ձեր կարծիքով որքանով է սա իրականում հավանական եւ որքանով է համապատասխանում ժողովրդավարական արժեքներին։ Մենք հիմա սահմանադրության մասին չենք խոսում, այնտեղ ամեն ինչ շատ հստակ գրված է եւ շատերը մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, որ ինքը կրում է Սերժ Սարգսյանի կոստյումը, որը շատ լավ է նստել իր հագով։ Ընդհանրապես, եթե մենք երևույթին վերաբերվենք։ Հա, այդ վերջի մասը թողնենք, այդ սահմանության մասը, բայց խորհրդարանականի մասով ինչ ասել է, ես լիարժեք համաձայն եմ դրա հետ։ Տեսեք, Մերկելը 4 անգամ է ընտրվել Գերմանիայում եւ ոչ մեկ չի ասում դրանից Գերմանիան պակաս դեմոկրատական է դարձել։ Նիդերլանդներում, որտեղ ես եմ բնակվում, Ռյուտեի կառավարությունը կարծեմ 4 անգամ ընտրվել է, 4 անգամ անընդմեջ 2010-ից 25 թվականներ, այնտեղ արտահայտ ընտրություններ են էլի եղել, բայց ինքը 4 անգամ ընտրվել։ Տրամաբանությունը որն է, երբ որ իշխանությունը ուրեմն պատկանում է կուսակցությանը կամ այդ խմբին եւ ոչ թե նախագահին, ինչպես կամ կիսանախագահական երկրում, ինչպես օրինակ Ֆրանսիայում, հա, դա նշանակում է, որ երկրի վարչապետը, խորհրդարանական երկրի վարչապետը հիմնական որոշումները կայացնելիս ինքը մշտապես պարտավորված է ու չի կարող ուրիշ ձև լինել այդ ամբողջ խմբի հետ կիսվելու ամեն ինչը։ Նախագահական երկրում, միանձնական կիսանախագահական երկրում Մակրոնը որոշումները հիմնականում ինքը կարող է կայացնել, ուզենա խորհրդակցի, ուզենա չի խորհրդակցի։ Դա է տրամաբանությունը, որ պատահական չէ, որ այդ ամբողջ դեմոկրատական աշխարհում ընդունված է, այո, եթե նախագահ ես, ուրեմն 2 ժամկետից ավել չի կարելի։ Նույնը նաև Միացյալ Նահանգներին է վերաբերում։ Եթե խորհրդարանական է, կարելի է, որովհետև խորհրդարանական երկրում ոնց ուզում ես ինչ ուզում ես արա, դու չես կարող միանձնյա ղեկավարել այդ երկիրը։ Պատկերացրեք, ԿՊ-ից մի 15-20 падգամավոր բան լինեին, հա, դեմ լինեին այն կուրսին, ինչը որ Նիկոլ Փաշինյանը անում էր, կամ Նիկոլ Փաշինյանը այսպես միանձնյա որոշեր ու հրամանով այդ 15-20 падգամավորը ասենք անտեսեր, ասեր, դե դուք իմ շնորհիվ եք հայտնվել խորհրդարանում, ես ձեզ հաշվետվություն տալ չեմ պատրաստվում, հա։ Պատկերացրեք այդ վիճակը լիներ։ Հիշում եք ընդդիմությունը ինչ որ impeachment բաներ նախաձեռնել։ Այդ 15-20 падգամավորը տեսնելով, որ իրենք անտեսված էին, կհեռացնեին Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, բայց կիսանախագահական երկրում եւ նախագահական երկրում նման բան հնարավոր չէ։ Միայն շատ բացառիկ դեպքերում սահմանադրական դատարան կամ գերագույն դատարան դիմելով շատ բարդ process-ի միջոցով կարող է ազգային ժողովը հեռացնել ուրեմն կառավարությանը եւ կառավարությունը ղեկավարով դինի դա նախագահ թե վարչապետ, բայց խորհրդարանական երկրում հենց կառավարության ղեկավարը հաշվետու չեղավ ու համաձայնություն չունեցավ խորհրդարանական հիմնական ուժին, որի ներկայացուցիչը ինքն է, ինքը կկորցնի իշխանությունը։ Դրա համար է, որ խորհրդարանական երկրում, այո, 3-րդ, 4-րդ ժամկետ էլ կարող է գնալ ուրեմն երկրի ղեկավարը եւ դա շատ ընդունված բան է, ամենադեմոկրատական երկրներում դա լինում է, ինչպես ասեցի Գերմանիան, Նիդերլանդները, այնպես որ այո, այս տեսակետից ես համաձայն եմ Ալեն Սիմոնյանի հետ։
Տեսեք, պարոն Մանուկյան, դու մենք հիմա խոսում ենք ձեզ հետ, դուք գտնվում եք Նիդերլանդներում, ապրում եք Նիդերլանդներում, նախ հարցս այսպիսինն է, Նիդերլանդներից ձեզ հայտնի են դեպքեր, որ մարդիկ մեր հայրենակիցները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, միգուցե երկքաղաքացիները գալիս են Հայաստան ընտրություններում մասնակցելու, որտեղ ես այդպիսի դեպքեր չգիտեմ, massայական խոսվում է եւ մենք տեսնում ենք, որ մենք Ռուսաստանից են գալիս։ Ինչու է դա այդպես։ Նախ առաջին հարցը, ձեզ այդպիսի դեպքեր հայտնի են։ Ոչ, ինձ էլ այդպիսի դեպքեր հայտնի չեն, մի քիչ դժվար եւ երկար է Նիդերլանդներից գալը, եւ տեսեք Ռուսաստանից նախ Ռուսաստանում ավելի շատ հայաստանցիներ կան։ Երկրորդ այն մարդիկ, ովքեր որ իրենց կամքով են գալիս ընտրելու, դա ես համարում եմ, որ նորմալ է եւ իրենք Հայաստանի քաղաքացի են, իրենք ուզում են կապը պահել, դա նորմալ երևույթ է, աննորմալը նա է, երբ որ հրահանգներով եւ այդ Ռուսաստանում տարածված բարքերի շրջանակներում են մարդկանց բերել տալիս քվեարկելու, այսինքն մենք ինչպես տեսանք այս վերջին բացահայտումներից, ուղղակի հրահանգներով, ինչ որ բիզնեսմեններ, ինչ որ հեղինակություններ ստիպում են կամ համոզում են մարդկանց կամ գումար առաջարկում են այդ տրանսպորտի ծախսերը փոխհատուցել նրա դիմաց, որ այդ Հայաստան գալացողները գնան ընտրեն իրենց ասած տեխնացուին, այս սա է աննորմալը։ Այսօր Արարատ Միրզոյանը գնահատելով այդ երևույթը արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ընտրական օրենսգրքում պետք է մտցնել որոշակի ռեզիդենտության ցենզ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց Հայաստանում երկար ժամանակ չբնակված մարդկանց քվեարկությանը պետք է կարգավորվի, որպեսզի մենք այսպիսի խնդիրներ չունենանք։ Ձեր կարծիքով արդյոք այդպիսի մեխանիզմ է մեզ պետք, որպեսզի վերջեվերջո այս խնդիրը կարգավորվի, որովհետև համաձայնվեք, որ իմ տեսանկյունից եմ ասում, Հայաստանում ապրող քաղաքացու, որ արդար չէ, որ դրսից մարդը գալիս է, քվեարկում է, որոշում է իմ եւ իմ երեխայի ապագան, եւ այդ նույն օրը շտապում է հետ գնալ Ռուսաստան, որ աստված ոչ արածցե, ինչ որ խնդիրներ չլինի, երեխաները չտուժեն այդ պահին, հա? Կներեք, բայց սա ուղիղ ինչ է նշանակում, հայտնի, հա, տեսանյութի մասին ենք խոսում եւ այդպիսի հերոսները շատ են։ Այսինքն ինքը թքած ունի, թե ինչ է լինելու մեր եւ մեր երեխաների հետ, ինքը մտածում է իր մասին, բայց դրա հետ մեկտեղ դա իր իրավունքն է։ Ինքը գալիս է եւ որոշում է կայացնում, այդ թվում նաեւ մեր փոխարեն։ Արդյոք այսպիսի փոփոխությունների կարիք այսօր կա։ Նախ ասեմ, որ լավ է, որ այս մասին մտածվում է եւ խոսվում է, սա նշանակում է, որ քվեի արժեքը այնքան է արդեն կարևորվել Հայաստանում, որ Հայաստանում կա նշանակալի թվով մարդկանց մի խումբ եւ այդ թվում նաեւ Արարատ Միրզոյանը, որ մտածում է, որ սա լուրջ հարց է եւ քվեն այնքան կարևոր է երկրի ապագան որոշելու տեսակետից, որ իսկապես մենք պետք է նայենք, արդյոք այն մարդը, որը Հայաստանում չի բնակվում տարվա մեջ մեծ մասը, հա, իրավունք պետք է ունենա քվեարկելու։ Իմ մոտեցումը հետեւյալն է, սա պետք է հայաստանցիները որոշեն։ Ես շատ կողմ եմ, որ հայաստանցիները Հայաստանում հանրային դաշտում քննարկումներ ծավալվեն եւ ըստ այդ քննարկումների արդյունքների որոշվի։ Այստեղ մի հատ ուրիշ բան էլ կա։ Ես իրավաբան չեմ, բայց իրավական նրբություններ կա։ Քաղաքացիությունը սովորաբար գալիս է քվեարկելու իրավունքի հետ։ Տեսեք, ինչքան որ էլի ոչ իրավաբան լինելով, ես գիտեմ, ռեզիդենտությունն ու քաղաքացիությունը իրարից միայն նրանով են տարբերվում, որ ռեզիդենտը չի կարող քվեարկել ուրեմն համապետական ընտրություններում, սա սկզբունք է, էլի, օրինակ Նիդերլանդներում այդ ձևով է, ռեզիդենտը չի կարող համապետական ընտրություններին քվեարկել, բայց ինքը կարող է քվեարկել անգամ տեղական ընտրություններում, սա նորմալ է։ Հիմա այդտեղ իրավական առումով խնդիր կառաջանա, եթե քաղաքացիություն ունեցող անձին դու զրկում ես քվեարկելու իրավունքից։ Ես սա չգիտեմ, սա իրավաբաններին պետք է հարցնեք, արդյոք իրավական տեսակետից սա ընդունելի է։ Եթե ընդունելի է, ես կարծում եմ, որ նորմալ է, որ այո, այդպիսի մի ուրեմն որոշում լինի, բայց այլ վստահ բան չեմ կարող ասել, համ էլ ես եւս երկքաղաքացի եմ եւ այսպես կողմնակալ կարող եմ
թվալ, դրա համար ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է թողնել միայն այն մարդկանց, ովքեր մի քաղաքացիություն ունեն եւ Հայաստանում են բնակվում։ Այստեղ մյուս պահն էլ հարցի այն է, որ ուրեմն երկքաղաքացիությունը կարելի է նորից քննարկել եւ տեսնել արդյոք Հայաստանին արժե ունենալ երկքաղաքացիություն, թե չէ, սա էլ է տարբերակ։ Ենթադրենք իրավաբաններ ասեցին, որ չէ, գիտեք, քաղաքացիությունը անպայման գալուց է քվեարկության իրավունքի հետ, դուք որևէ տարբերակով չի կարելի քաղաքացիություն ունեցող անհատին թույլ չտալ, որ ինքը չքվեարկի, հա։ Ենթադրենք իրավաբանները այդպես են ասում։ Այդ դեպքում արդեն պետք է մտածել արդյոք Հայաստանին երկքաղաքացիության ինստիտուտը պետք է, թե պետք չէ։ Եվ էլի այս հարցը ես համարում եմ, որ պետք է որոշեն հիմնական խոսքի կշիռը պետք է ունենան մի քաղաքացիություն, Հայաստանի քաղաքացիություն ունեցող Հայաստանի ռեզիդենտները։ Պարոն Մանուկյան, հայտնի է, որ եւ նախընտրական շրջանում եւ միջև այս ռուսամետ ընդդիմության հիմնական նարատիվներից մեկը այսպիսին էր, որ եթե դուք ընտրողներդ ընտրում եք քաղաքացիական պայմանագրին եւ Նիկոլ Փաշինյանին, ապա Նիկոլ Փաշինյանը դառնում է վարչապետ եւ շարունակում է հանձնել Հայաստանի հողերը, հանձնել Հայաստանը Թուրքին, հա, թուրքերին։ Եվ այն աջակցությունը, չգիտեմ որտեղ են նրանք դա տեսել, որը Փաշինյանին տալիս է Ալիևը եւ Ռեջեփ Էրդողանը, դա պայմանավորված է դրանով, որ հենց ընտրությունների հաջորդ օրը հենց Նիկոլ Փաշինյանը հաղթում է, նրանք ցուցակ են բերելու դնեն եւ ինքը հերթով սկսել է հանձնել։ Հիմա այսօր անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանելով լրագրողների հարցերին նշել է, որ իշխանությունները հույս ունեն հնարավորինս արագ ստորագրել եւ վավերացնել խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ եւ իր խոսքով վաղվանից ավելի ինտենսիվ կկարողանանք աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա հարցս այսպիսինն է. ըստ ձեզ, արդյոք այս ընտրություններից հետո, եթե իշխանությունը հաղթում է եւ մնում է իշխանության, իրոք այս գործընթացը արագ կգնա առաջ, կընթանա առաջ եւ ինչ կարող է արժենալ այս գործընթացը մեզ համար։ Նկատի ունենք խաղաղության պայմանագիրը, այո, եւ վավերացումը Ադրբեջանի հետ։ Հա, ձեր հարցին առաջին մասին ընդամենը մի փաստարկով, այդ որ Փաշինյանը իբր կատարում է Թուրքիայի Ադրբեջանի պահանջը, այդ ամեն ինչը փակվում է, հարցը փակվում է։ Ադրբեջանը հետևողականորեն, այդ թվում նաև Ռուսաստանի հետ միասին պահանջում էր մինչև վերջերս, որ պետք է միջանցք բացվի, այդ Սյունիքով միջանցք բացվի եւ նույնիսկ սպառնում էր պատերազմով, որ եթե Հայաստանը չհամաձայնի, ուրեմն Սյունիքով միջանցք է բացվի։ Փաշինյանը մինչև վերջ դրան դիմադրեց։ Ընդ որում ես շատ լավ եմ հիշում, ինքը կարծեմ 21 թե 22 թիվներ, ասեց էլի այդ մասին, որ հարց բացվեց, ասեց ես որոշել եմ դիմադրել այս հարցում։ Այդ մարդը մինչև վերջ դիմադրեց եւ հասավ նրան, որ Սյունիքով միջանցքի բացվելու հարցը հիմա ընդհանրապես հանված է։ Հիմա այդտեղով լինելու է Թրամփի ուղին, ուրեմն ամբողջությամբ Հայաստանը վերահսկելու է այդ ուղին, այդ հարցը փակվեց։ Այսինքն Փաշինյանը դիմադրեց մինչև վերջ եւ հաջողության հասավ։ Այնպես որ այդ հատվածը փակվում է, այսինքն այդ ենթադրությունը թե այ ընտրությունից հետո մեկ էլ Փաշինյան ինչ որ լիքը զիջումներ է անելու, դա ընդհանրապես անհեթեթություն է։ Հիմա ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, այո, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները եւ Հայաստանի կառավարությունը ճիշտ մոտեցում է որտեղ գրել, որ ասում է հենց ընտրություններից անմիջապես հետո մենք պետք է փորձենք արագացնենք, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի վերջականապես։ Բայց ես էլի ասում եմ, որ Ադրբեջանի կողմից ես չեմ կարծում, թե կլինի այդ քայլը կատարելը, որ մինչև Հայաստանում սահմանության փոփոխությունը իրենք համաձայնեն ուրեմն խաղաղության պայմանագիրը ստորագրելուն։ Միգուցե Թուրքիայի հետ կապված մենք առաջընթաց տեսնենք, այսինքն միգուցե Թուրքիան արդեն շատ ավելի դրական քայլեր կատարի, անկախ նրանից Հայաստանում դեռ հանրաքվեն եղած կլինի թե չէ,
Բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Ադրբեջանը կսպասի մինչև Հայաստանում սահմանադրության փոփոխություն տեղի ունենա։ Միգուցե ես սխալվում եմ, միգուցե Հայաստանի իշխանություններին կհաջողվի առանց սահմանադրության, մինչև ոչ թե առանց սահմանադրության, մինչև սահմանադրության փոխելը արդեն հասնել խաղաղության պայմանագրերի ստորագրմանը, բայց ես խիստ կասկածում եմ դրանում։ Եկեք նաև փորձենք քննարկել, վերլուծել ամենանեգատիվ սցենարը։ Ենթադրենք, որ իրոք անց է կացվում սահմանադրական հանրաքվեն եւ սահմանադրությունը փոխվում է։ Իսկ մենք չենք կարող ենք բացառել, որ Ադրբեջանը այդ դեպքում է չի ստորագրի։ Ես բացառում եմ դա։ Սա իմ կարծիքն է, էլի կարող եմ ասել, որ ես սխալվում եմ, բայց ես ուրեմն իմ վերաբերմունքի մեջ հաստատակամությունը, որ ես հիմա ունեմ այն հարցում, որ Ադրբեջանը ցանկանում է գնալ խաղաղության Հայաստանի հետ եւ դա անկեղծ է։ Ես այդ եզրակացությանը եկա օգոստոսի 8-ի ուրեմն փաստաթղթերի նախաստորագրմամբ։ Մինչև այդ ես միշտ ունեցել եմ այն կասկածը, որ միգուցե Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս այն սցենարներին, երբ որ ինքը նորից պատերազմի է գնալու, նորից անընդհատ տեղ է թողնելու, որ Հայաստանի վրա հարձակվի ինչ-որ բացի կամ այլ ուրիշ ինչ-որ զիջումներ կորզի։ Ես միշտ այդ մտահոգությունը ունեցել եմ, բայց օգոստոսի 8-ից հետո ես արդեն տեսա իմ համոզմունքը փոխվեց եւ ես վստահ եմ, որ հենց որ Հայաստանում սահմանադրությունը ուրեմն փոխվի, իրենք կստորագրեն խաղաղության համաձայնագիրը, դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, ու իսկապես մի 10 տարի հետո Հայաստանի Ադրբեջանի հարաբերությունները չասեմ կլինեն Հայաստանի Վրաստանի նման, բայց բավականին մոտիկ, այսինքն ոչ մի երաշխավոր էլ պետք չի լինի, որ մենք վստահ լինենք, Հայաստանը վստահ լինի, Ադրբեջանը չի հարձակվի եւ հակառակը։ Այսինքն նորմալ ինչ որ իհարկե դեռ այդ տրավմաները կան, դեռ ուրեմն էթնիկ զտման հանգամանքը մեր Ղարաբաղ Արցախցի հայրենակիցների Հայաստան գալու հանգամանքը կա, գործեր միգուցե լինեն, այսինքն անհատ արցախցիներ կամ խմբեր դատի տան Ադրբեջանին, ես չգիտեմ այդտեղ ինչ կարող է լինել, ուզում եմ ասել ամեն ինչ չի, որ կլինի այնպես, ինչպես Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններն է օրինակի համար, բայց այո, ես գրեթե բացառում եմ, որ Հայաստանում սահմանությունը փոխվի ու Ադրբեջանը հետո ինչ որ առիթ գտնի, ասի, չէ, այնուամենայնիվ չեմ ուզում ստորագրել խաղաղության համաձայնագիր կամ ինչ որ նոր բան մտցնի, էլի, նոր պահանջ տնի։ Հուսանք, որ ձեր լավատեսությունը կարդարանա եւ կիրականանա, շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Մանուկյան։ Ընտրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր, որը միացել էր մեզ տեսակապով Նիդերլանդներից, Ամստերդամից, քաղաքագետ Հրայր Մանուկյանը, մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին, շարունակում ենք հետևել ընտրությունների ընթացքին։ Այսպեսին էին այսօրվա մանրամասները, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։